Կանալ է։ Ինչ տարբերություն նախկինում, երբ որ բյուջեն ուղակի թալանում էին, հիմա էլ նույն թալանն ուղակի օրինականացրել են։ Ձեր արտահայտությունն է, ճիշտ է մեջ։ Այո, ես դա սրանից 2 օր առաջ ասացի մամուլի ազգային ակումբում իմ ասուլիսում եւ հարց ու պատասխանը, որը հետևեց այդ ասուլիսին, դա իմ տեսանկյունից եւ երևի ցանկացած հակակոռուպցիոն փորձագետի տեսանկյունից որևէ տարբերություն չի նշանակում, ավելի ճիշտ որակական իմաստով որևէ տարբերություն, այսինքն եթե առաջ ծրարով տալիս էին այդ, ասենք, օլիգարխները, մեծահարուստները, այսպես կոչված, տալիս էին այդ գումարները ուղղակիորեն այդ գնում էր համապատասխան պաշտոնյաներին, որոնք հետո, այսինքն, ով որ հավաքում էր այդ գումարները, հետո դրանք ծրարներով տալիս էին պետական մարմինների համապատասխան աշխատակիցներին, հիմա դա կարծես թե այլևս չկա, բայց հավաքում են հարկերը, հետո այդ հարկերից բավականին մեծ պարգևաճարներ են տրվում, ու այստեղ ամենաէական հարցը Այստեղ կոռուպցիա դիտարկվում է որպես պարգևավճարը։ Որպես կոռուպցիա դիտարկվում է պարգևավճարը, որևէ կառույցի աշխատողին տրված։ Այո, չէ, դրա համար ասի որակական տարբերություն չկա այն իմաստով, որ պարգևավճար տալ, այդ կոչել պարգևավճար, դա վարկաբեկում է պարգևավճարի գաղափարը եւ բացի դրանից, եթե այդքան գումար տրվում է նախընտրական տարում, այստեղ քաղաքական կոռուպցիայի մեծ ռիսկ կա։ Ես չեմ գալիս ասելու, որ դա հաստատ քաղաքական կոռուպցիա միայն մի պատճառով, որովհետև ես չգիտեմ, արդյոք այդ պարգևավճարները ստացել են այդ պաշտոնյաները իսկապես, որտեվ ես այդ ամենը բավականին խորացա, սկսած անցյալ տարվա դեկտեմբերի վերջերից, այնտեղ կա կառավարության որոշում, որը ըստ կատարողականի է տրվել այդ գումարները։ Հիմա հարց է առաջանում, եթե այդպիսի կատարողականը գնահատվել է, ապա ուր են այդ արդյունքները։ Հանրությունը պետք է որ դա տեսնի։ Հիմա եթե դա կա եւ ցույց է տրվում եւ դա հանրության մեջ առաջանում է տպավորություն, կարծիք, ընկալում, որ դա արդար է եղել, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Իսկ եթե դա հանրությունը չի ընդունում, որ դա արժանի են եղել վճարման, ուրեմն դա նշանակում է արդեն, որ եղել է իսկապես քաղաքական կոռուպցիա։ Շատ լավ, այստեղ եմ ասում, ես ձեռնպահ եմ մնում ասելու, որ դա քաղաքական կոռուպցիա է, ես օգտագործում եմ քաղաքական կոռուպցիայի ռիսկ արտահայտությունը, որտեղ մենք չունենք տվյալներ, բայց այդ ռիսկը բավականին մեծ է, այսինքն ավելի մոտ է, որ դա իսկապես քաղաքական կոռուպցիա է, քան հակառակը։ Այստեղ մի ուրիշ նրբություն կա։ Ձեր նկարագրած ծրարն ու հետո այս պարգևավճարը, դրանք կոռուպցիոն տեսանկյունից դիտարկելիս համադրելի են, համեմատելի են։ Դա հիմնական խնդիրն է, որը ես մի քիչ առաջ ասեցի։ Ես ուզում եմ հասկանալ, այդ ծրարով ինչքան գումար էին տալիս, որքան էր դա տրվում, ասենք, օրինակ 2017-16-ի նոր տարվա 16-17, այսինքն ընտրություններից առաջ որքան է տրվել, կամ ասենք 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ նոր համատել այս պարգևավճարների, որ տրվեց անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, այսինքն եթե դրանք համադրելի են, մենք բնականաբար այդ տարիների վիճակագրություն չունենք, ոչ մեկը չի հրապարակում, թե ծրարներով որքան գումար են ստացել պետական պաշտոնյաները։ Այդ դրա համար եմ ես ասում, որ թվային քանակական այդ պարամետրերը նույնպես շատ կարևոր են։ Պետական համակարգում կոռուպցիայի բացակայություն արտահայտությունը համապատասխանում է իրականությանը, Վարուժան։ Բացարձակապես չի, հենց այդ ընկալումը լավ հարց տվեցիք, որտեղ սա հնարավորություն է տալիս մի փոքր ավելի պարզաբանել այդ կոռուպցիայի ընկալման համակարգը։ Ես մոռացա սկզբից ասել, որ դա չափում է նախ հանրային սեկտորի, այսինքն պետական, կենտրոնական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որքան ինչպիսին է կոռուպցիան, դրա ընկալումը եւ դրա ընկալումը գործարարների եւ
փորձագետների կողմից, ընդ որում տեղացի փորձարար եւ գործարար, տեղացի գործարար եւ փորձագետ եւ այդ երկրի հետ աշխատող գործարար եւ փորձագետ կամ այդ երկրի մասին հետազոտող փորձագետներ եւ այդ երկրի հետ շփվող գործարարներ։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք պետական սեկտորի մասին ու տեսնում ենք այդ հանրային սեկտորի կներեք, որտեղ դա եւ նաեւ տեղական ինքնակառավարման համակարգն է ներառում, երբ որ մենք տեսնում ենք, որ համաթիվը 46-47 է, իսկ կան էմպիրիկ հետազոտություններ, որոնք տարբեր երկրներում անցկացված, դժբախտաբար ոչ Հայաստանում, որոնք ցույց են տվել, որ 50-ից ցածրի դեպքում կոռուպցիան խնդիր է հանդիսանում, ու ասեմ նաև առիթից օգտվելով, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ կոռուպցիա չլինի, նույնիսկ ամենաքիչ, ասենք 25 թվականի տվյալներում ամենաքիչ կոռումպացված երկրներում, ասենք Դանիայում, Նոր Զելանդիայում կամ Սինգապուրում, ասենք Դանիան, որ առաջի տեղն է, 89 է, 0-ից 100 սանդղակը կա, 100-ը դա մաքուր, բացարձակ մաքուրն է, այդպիսի երկիր ընդհանրապես չկա, իսկ լավագույնը Դանիան է, հետո 88-ով գալիս են, ասենք Սինգապուրը եւ Նոր Զելանդիան, այսինքն երկրներ, որոնք բավականին մաքուր լինելով հանդերձ, նույնիսկ կոռուպցիա կա։ Սա նույնիսկ կրկնեմ անպայման շեշտեմ հանրային է այդ երկրների կամ Հայաստանի բոլոր այդ 182 երկրներում, որ անցկացվել են անցյալ տարվա այդ չափումները, դա այդ երկրների հանրային ոլորտի, այսինքն մասնավորը չկա, փողերի լվացումը, անդրազգային հանցավորությունը, որով գումարներ են գնում մի երկրից մյուս, դրանք չի ներառում այս համաթիվը։ Բայց եթե վերադառնանք ձեր հարցին, խնդիրը բավականին լուրջ է, եթե ընկալում իհարկե մի բան էլ անպայման կուզեի շեշտել, սա շատ կարևոր է, որ եթե մենք նայում ենք մինչև 2018 թվականը, մենք տեսնում ենք էական աճ, բայց այսինքն այն ժամանակ մոտավորապես 33-35-ի միջև էր տատանվում համաթիվը, հետո 19-20 հիմնականում այդ տարիներին, ու 18-ի համաթիվը ավելի շատ արտացոլում էր 17-18-ի սկիզբը, բայց 19-20-ին կտրուկ աճեց, նույնիսկ աշխարհում այդպիսի աճ չկար, այսինքն 35-ից բարձրացավ 49-ի, ու դրանից հետո այդ լճացումը սկսվեց, մի փոքր նահանջեց, 21-22-ին մի փոքր նահանջեց ու այսպես մնացել է 46-47-ի այդ միջակայքում։ Լավ, եւ թերևս կարևորներից մեկը, այսօր քաղաքական կոռուպցիան նախկին եւ հիմա ժամանակներում համադրելի է։ Շատ դժվար է ասել, եթե վերցնում ենք ընկալումը, սա էլ ես ասեմ, մի կարևոր նույնպես միտք նույն կոռուպցիայի ընկալման համաթվի հետ կապված, այս ուրեմն ընկալումները, քանի որ ես ասի գործարարներ եւ փորձագետներն են, նրանց ընկալումն է, նրանք հիմնականում արտացոլում են հենց այսպես կոչված մեծ կոռուպցիան, կա grand corruption, մեծ եւ փոքր petty corruption, բացի դրանից կան պետության զավթում, բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիա, համակարգային կոռուպցիա եւ այս ուրեմն մեր, ինչպես ասացի, այդ վիբրկան, այդ ընտրանքը, այսինքն գործարարներ եւ փորձագետներ ավելի շատ կենտրոնացած են հենց այն դրսևորումների վրա, որոնք ներառում են նաեւ քաղաքական կոռուպցիան։ Այնպես որ ինչպիսին է ներկայումս եւ ինչպիսին է եղել նախկինում, իհարկե առաջընթաց ունենք։ Այլ հարց է, որ համենայն դեպս իմ այդ մոտեցումն է եւ իմ ընկալումն է, որ ես շատ ավելին էի սպասում, եւ սպասում էի, այսպես ասած, մոնոտոն աճ եւ 50-ից ավելի համաթիվ 18-ից հետո, որը ես չտեսա։ Սա է, որ ինձ հիասթափեցնում է։ Ոչ թե այն, որ ոչինչ չի փոխվել, դա այդպես չի, բայց այն ինչ որ փոխվել է, շատ անբավարար է։ Շատ ավելի սպասելիքներ ես 18 թվականին ունեի, քան թե հիմա տեսնում եմ։ Եվ ավարտեցինք։ Շնորհակալություն, որ միացաք։